Բարեկալուս Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ Ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին նախագահ, Հայաքվե միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Քերոբյան։ Ձեզ հետ կխոսենք հիմնականում ռազմական եւ ռազմաքաղաքական թեմաներով, եթե վերջում ժամանակ մնա, կանդրադառնանք նաեւ զուտ քաղաքական թեմաների, բայց առաջին հերթին խոսենք այն 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցից, այսինքն չլսված եւ չքննարկված զեկույցից, որը ըստ վերջին հայտարարությունների ազգային ժողովի նախագահը որոշել է ուղարկել արխիվ եւ այնտեղ կարող են հատուկեն պատգամավորներ կամ պատգամավորների մեծ մասը կարող են ովքեր ունեն գաղտնիության որոշակի մատչում կարող են գնալ եւ ծանոթանալ, բայց խնդիրն այն է, որ լայն հանրությունը չի իմանալու այդ զեկույցից չի իմանալու պատերազմի պատճառների, բարդության պատճառների մասին, թեպետ հայտարարվում էր, որ նաև զեկույցը քննարկվելու է որոշակի, եթե քննարկվել էր, քննարկվելու էր փակ ռեժիմով եւ որոշակի սեղմագիր էր հրապարակվելու եւ այլ եւ այլ։ Ձեզ ճիշտ կլինի այս հարցը ուղղել, որովհետեւ դուք անմիջական նաև մասնակցություն եք ունեցել 44-օրյա պատերազմի ռազմական գործողություններին որպես զինվոր կամ զինվոր, այո։ Ինչ երբ իմացաք, որ զեկույցը արխիվացվելու է, ո՞րն էր առաջին միտքը, որ անցավ ձեր մտքից։ Դե ես կուզեմ մեր ունկնդիրների ուշադրությունը հրավիրել այն իրավական խառնաշփոթին եւ թատրոնին, որ զեկույցի շուրջ ստեղծվել է։ Իրականում, եթե ուշադրություն դարձնենք այդ զեկույցը արխիվ ուղարկելու մասին, չի խոսել ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը։ Ինչ որ մամլո խոսնակ, Մամլո խոսանք է դրա մասին, հա, եւ սա այսօր իշխող քաղաքական ուժի կամ այլ 5 օր հետո այն բանից, երբ ազգային ժողովի նախագահը ասել էր, որ չի արխիվացվել, լսվելու է։ Այո, եւ այս իրավական խառնաշփոթը, այս թատրոնը, այս բեմականացումը իրականում որ տեղի ունում սրա շուրջ, կոչված մենակ մի բանի, որ մենք մնանք այն հույսով, որ ինչ որ բան վերջի վերջո կա այնտեղ, հա, ինչ որ այդ զեկույցը ինչ որ թերություններ հայտնաբերել է, ինտեգրաներ որոշակի կա։ Այո, իհարկե։ Եվ սա այսօրվա այս վարչախմբի վարքագծի, այսպես ցայտուն օրինակ է, թե իրենք ինչ են անում։ Իրականում, եթե վերադառնանք այդ զեկույցին, հիմա ես անձամբ վառ օրինակ նստած եմ ձեր առջև։ Նախապատերազմյան շրջանում զբաղեցրել եմ բարձր պաշտոն պաշտպանական համակարգում եւ անմիջական մասնակցություն եմ ունեցել, որ շարքային մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։ Հիմա այդ հանձնաժողովը պետք է կանչած լիներ, լսեր ինձ։ Իհարկե պետք է կանչած լիներ, հա։ Կանչել է արդյոք։ Իհարկե ոչ։ Ես արդյոք միակ կգնայինք, որ կանչեին։ Բնականաբար, իրավունք չունեի չգնալու, հա, ինչպես եւ իրավունք չունի չգնալու ցանկացած այլ մարդ, հա, վարչապետն է գնացել, վարչապետի պաշտոն զբաղեցնող այն ժամանակ նախարարներ եւ այլն, տարբեր մարդիկ գնացել են այդ քննիչ հանձնաժողովին, զեկուցել են կամ քննիչ հանձնաժողովը իրենց քննել է, հա։ Եվ այս ամեն ինչից կարելի է մենակ մի դատողություն անել, որ այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել է միայն բեմականացում ապահովելու համար, այսինքն թատերական թատրոնը ապահովելու համար, այդ քննիչ հանձնաժողովը իրականում ոչ մի լուրջ գործ չի արել։ Քննիչ հանձնաժողովի նախագահը ղեկավարը եղել է մի մարդ, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել է պաշտպանական համակարգում ինչ որ մի դեր, հա, եղել ազգային ժողովի պաշտպանության անվտանգության հանձնաժողովի նախագահ այն ժամանակ էլ, այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մարդիկ պետք է իրենց քննեին, եւ ես չեմ կարծում, ասենք, որ այս հանձնաժողովը ինչ որ օբյեկտիվ կամ անաչառ եզրակացություն կարող է։ Դուք ասում եք, որ եթե ձեզ հրավիրեին, դուք անպայման կգնայիք եւ կխոսեիք հանձնաժողովի հետ, կքննվեիք, այսպես ասած, հա։ Բայց ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմությունը որոշեց բոյկոտել այդ հանձնաժողովի աշխատանքները։ Ճիշտ չէ, լինի ավելի այսպես, չգիտեմ, գուցե պատասխանատու կլներ, գուցե չգիտեմ ինչ, բայց մասնակցել աշխատանքներին նույն մարդկանց, ովքեր որ գալիս էին այնտեղ ցուցմունքներ էին տալիս կամ խոսում էին, բացատրություններ էին տալիս, ուղղել այն հարցերը եւ ստիպել քննիչ հանձնաժողովին կամ չգիտեմ, անպայման պնդել, որ որոշակի շեշտադրումներ անպայման լինեին զեկույցում, այլ ոչ թե post factum գնային եւ ծանոթանային զեկույցի բովանդակությանը եւ հետո ասեին, որ գիտեք, այնտեղ ոչ մի բան չկա, դե պարզ այդպես պետք է ասեն, որովհետեւ չեմ մասնակցել ի սկզբանե այդ հանձնաժողովի աշխատանքներին։ Դե գաղտնիք չէ, որ մենք ազգային ժողովում ընդդիմություն չունենք։ Իրական ընդդիմություն, որը այսինքն ճիշտ կլիներ մասնակցել ձեր տեսակետից։ Բնականաբար, բայց ոչ միայն դա։
Այսինքն մենք պետք է ազգային ժողովում ընդդիմությունից տեսնենք ամենօրյա աշխատանք իշխանություն հետ վերցնելու ուղղությամբ, այսինքն ցանկացած քաղաքականուշ, որը գնում է ընտրությունների, պետք է համար 1 նպատակ ունենա իշխանություն վերցնելու։ Եվ եթե չեն հաղթում, ապա համար 1 նպատակ պետք է լինի իշխանությունը վերցրած քաղաքական ուժին գցել այնպիսի անհարմար վիճակի մեջ, որ իշխանություն բանեցնելը, իշխանություն զբաղեցնելը նրանց համար դառնա անտանելի եւ հնարավորինս շուտ։ Իսկ մենք այսօր ունենք ընդդիմություն, այսպես պայմանական, նոմինալ ընդդիմություն, որը հաճույքով կներեք ծեծ է ուտում ազգային ժողովի դահլիճում, ջրով լի շշեր է հարվածներով ընդունում եւ հաճույքով է դա անում եւ երևի աշխատավարձել են ստանում դրա համար։ Եվ նաեւ կառավարության հարց ու պատասխան կոչված հերթական բեմականացման ամեն շաբաթյա այսպես մանր հարցեր են տալիս, ոչ թե կարևոր հարցերը, մանր հարցեր են տալիս։ Այս կառավարությունը, անօրինական կառավարություն է, եթե ուշադրություն դարձնեք, թե սահմանության մեջ ինչ է գրված կառավարության մասին։ Կառավարության մասին գրած է, որ կառավարությունը իր իսկ մշակած ծրագրի համապատասխան իրականացնում է ներքին եւ արտաքին քաղաքականությունը 4 տարի այս կառավարությունը գալիս է ազգային ժողովում ներկայացնում կատարողականը, որը ծրագիրը չկատարելու մասին է։ Իրենց ծրագրի ոչ մի էական կետը ոչ թե չեն կատարել, այլ նույնիսկ չեն փորձել կատարել։ Մասնավորապես եւ նամանավանդ պաշտպանության եւ անվտանգության հարցում։ Ինչը մեր ժողովրդի ուշադրության կառավարություն մի վարքյան, ինչու է անօրինական կառավարություն։ Որովհետև սահմանությունը սահմանում է, որ կառավարությունը իր մշակած ծրագրի շրջանակներում է իրականացնում ներքի եւ արտաքին քաղաքականությունը։ Շատ լավ, ասում են հիմնական խոստումը, որը եղել է ամենակարևոր խոստումը մեր, Նիկոլ Փաշինյանը դա է ասում, դա խաղաղության հաստատումն է, մենք դրան հասել ենք։ Իհարկե չեն հասել եւ դա սուտ է, այն ինչի հասել են, դա պատերազմի վախը թարմ պահել եւ պատերազմով անընդհատ վախեցնել Հայաստանի բնակչությանը։ Ես ուզում եմ հիշեցնել, թե 24 թվականին ինչ տեղի ունեցավ Տավուշում, պատերազմով վախեցնելով մարդկանց ձեռից խլեցին սեփականության վկայականով իրենց պատկանող ունեցվածքը, դրա դիմաց հարկատուներից հաշվին, ինչը փոխհատուցումներ տվեցին, ինչը մարդկանց եւ այլն, բայց այդ գործընթացի արդյունքում Բերքաբերի ջրամբարի հյուսիսարևմտյան ափին նույնիսկ քարտեզներով, այն քարտեզներով, որի հիման վրա այդ սահմանագծում սահմանազատումը կատարեցին, այնտեղ մնացել է 60-ից ավելի հեկտար հող, որը պատկանում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության այդ քարտեզում, որտեղ գյուղացին, որը այնտեղ ունի սեփականություն հող, չի կարողանում գնալ։ Այսինքն մենք ունենք այնպիսի վիճակ, որ այս կառավարությունը ստախոսության արդյունքում ավելի մեծ հանցագործություններ է գործել, պատերազմի վախեցնելով, խլել է սեփականություն տվել Թուրքին, խլել է սեփականություն եւ դարձել այն անհասանելի այդ հողի սեփականատեր հանդիսացող գյուղացու համար։ Եվ ոչ միայն դա, այդպիսի օրինակներ բազմաթիվ են։ Դեռ կանդրադառնանք վերադառնալով զեկույցին եւ վերադառնալով այն հայտարարությանը, որ այս կառավարությունը անօրինական կառավարություն է։ Ես անձնական բնույթի հարցեր այս ստուդիայում հատկապես շատ քիչ եմ տալիս եւ գրեթե չեմ տալիս, բայց երբ նման հայտարարություն է հնչում, չեմ կարող չտալ այդ հարցը։ Ձեր եղբայրը եղել է այս կառավարության կազմում բավական երկար ժամանակ։ Իհարկե, էկոնոմիկայի նախարար լուրջ անհամաձայնություններ ենք ունեցել եւ նշանակման հետ կապված։ Կարծում եք, որ ինքը լինելով այդ պաշտոնին նպաստել է այդ անօրինական կառավարության ամրապնդմանը, ծաղկմանը, չգիտեմ, ինքը եղել է անօրինականության մաս։ Այո, իհարկե։ Եթե նա եղել է կառավարության անդամ եւ նա եղել է կառավարության անդամ, եւ ես լուրջ անհամաձայնություն ունեցել եմ հետ եւ նշանակման հետ կապված եւ որոշակի գործողությունների հետ կապված, որոնց ինքը մասնակցել է։ Նաեւ կառավարության կազմում, կառավարության բոլոր անդամները գործում են որպես մեկ ամբողջություն։ Այո, դա այդպես է։ Եվ ես չեմ վախենում դրա մասի բացահայտ արտահայտվելուց։ Հուսով եմ եւ համոզված եմ, որ ինքն էլ է այսօր հասկանում, որ մասնակից է եղել որոշակի գործողությունների, որոնք եղել են հակասահմանադրական, եղել են հակաօրինական, եղել են սահմանության բուն եւ բառացի հոդվածներին հակասող։ Այո, շատ կոշտ գնահատականներ եք տալիս։ Ինչի պետք է վախենամ այդ կոշտ գնահատականները տալու։ Խնդիր չունեմ, դուք եք տվողը, տվեք ինչպես ուզում եք։ Բայց պատկերացնենք մի բան, որ Հայաստանում իշխանապողություն է տեղ ունենում։ Դուք ձեր եղբորը պատասխանատվության եք կանչելու այդ հարցերը։ Ես էլ եմ պատասխանատվության կանչվելու։ Ես էլ պետք է պատասխանատվության կանչվեմ, թե ինչի մինչև 20 թվականի փետրվարի 10-ը չեմ արել այս կամ այն գործողությունները, որոնք որ պետք է
ասենք բերեին մեր բանակի պաշտպանության Ինչ չեք արել։ Դե հիմա եթե դնենք բացենք թե որ ծրագրերին Մեկ երկու օրինակ ինչ չեք արել։ Երևի պետք է ասեմ եւ խոստովանեմ, որ մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք ցամաքային ռոբոտացված համակարգերի կառուցմանը, հա, եւ դրանց մասսայականացմանը։ Չենք արել։ Իհարկե չենք արել, այ, բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ միակ համակարգերը ռոբոտացված ցամաքային, որոնք որ ինչ որ չափով պետությունը դրանց օժանդակել է, դա արվել է նաեւ առաջին հերթին, նաեւ իմ մասնակցությամբ, իմ պնդմամբ, նաեւ որոշակի բաներ ստեղծվել են իմ այսպես մտահղացումը ընկերությունները վերցրել են եւ սկսել են Ինչ է նշանակում ցամաքային ռոբոտացված համակարգեր։ Մի փոքր ավելի པարզ լեզվով ասել։ Հեռակառավարվող կամ ինքնակառավարվող վերգետնյա շարժական համակարգեր, որոնք ունեն, ասենք, հետախուզական կամ մարտական հնարավորություններ։ Ռոբոտներ, որոնք կրակում են ինչ-որ գործողություն են իրականացնում։ Այո։ Եվ ասենք մեր ընկերների շատերը երևի տեսած կլինեն YouTube-ում հաճախ հանդիպում են հայկական ընկերության արտադրած կամ մշակած թրթուրավոր ռոբոտը, հա, որը չգիտեմ, գաղտնիք չէ արդեն, որովհետև պետական պայմանագիր չունեն իրենք, բայց պետական պայմանագիր ունեցել են 19 թվականին տրվել իրենց պետական պայմանագիր, բայց իմ պաշտոնահաջորդը, ասենք, իմ պաշտոնից ազատելուց հետո այդ պայմանագիրը ձեռքերից ուղղակի հետ է խլվել։ Եվ այդ արտադրանքը, այդ մշակումը շարունակություն չի ստացել։ Չի հայտնվել բանակում այսպես։ Չի հայտնվել բանակում, այո։ Հասկանալի է, վերադառնալով զեկույցին։ Ասացիք, սա թատրոն է, զեկույցի շուրջ ինչ տեղի են ունենում եւ որևէ էական բան այդ զեկույցում չկա, սա ուղղակի փորձում են ինտրիգ ստեղծել զեկույցի շուրջ, որ այնտեղ ինչ-որ կարևոր բաներ կան եւ չեմ ուզում դրա մասին խոսակցություն ծավալվի։ Ինչու եք այդպես մտածում, որ զեկույցում որևէ կարևոր բան չկա։ Որովհետեւ այնքան կարևոր բան է ասվել այդ զեկույցից դուրս այնքան կարևոր բան է ասվել, հա, կառավարության տարբեր անդամներ մեծից փոքր սկսած այնքան ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել իրենց չկատարածնի կամ կատարածի վերաբերյալ։ Բերեմ մի փաստ, հա, այն ժամանակ կառավարության ղեկավար հանդիսացող անձը, որը այսօր էլ է նույն պաշտոնին, պատերազմական գործողությունների ընթացքում, հա, ընդ որում պետք է հիշեցնենք, հա, որ ինքը դե յուրե որևէ մասնակցություն չէր կարող ունենալ իր իսկ խոսքերով Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս տեղի ունեցող մարտական գործողություն։ Հիմա է դա ասում։ Հիմա է դա ասում։ Այն ժամանակ էլ չէր կարող ունենալ, որտեղ այն ժամանակ էլ էր դա ասում։ Հա։ Ինքը պլանավորվող մարտական գործողություններ ասում էր, որ ինքը չի կարող Ղարաբաղի փոխարեն բանակցել, բայց դա չի նշանակում, որ ինքը Ղարաբաղի փոխարեն կռվել չէր կարող, հա։ Դրա մասին չի ասել։ Հիմա է ասում, այո։ Բայց այն ժամանակ պլանավորվող մարտական գործողությունների մասին բացահայտ եւ բաց հարցազրույց է տալիս արտասահմանյան լրատվամիջոցին։ Սա ոչ այլ ինչ է։ Երբեկային տված հարցազրույցի մասին է խոսքը։ Այո, իհարկե։ Սա ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն մեր տեսանկյունից, էլի, հա, ասենք դա պետական եւ ծառայական պլանավորվող, թե արդեն կատարած գործողության մասին էր։ Սկզբից պլանավորվող, հետո արդեն ընթացքի մեջ գտնվող գործողության մասին եւ սա պետական գաղտնիքի մասին օրենքով ընկնում է հույժ գաղտնի տեղեկությունների խոսքը Զանգելանի օպերացիայի մասին է։ Այո, հարավային ուղղությամբ օպերացիայի մասին է խոսքը, որը հայտարարվեց, որ հաջողվել է, բայց հետո հայտարարվեց, հրճակվեց, որ հաջողվել է, կմտնի դասագրքերի մեջ եւ երկու ազգային հերոս ստացան, եթե չեմ սխալվում, այդ դրա արդյունքում դրա մասին գեներալներ ստացան ազգային հերոսի կոչում, հետո պարզվեց, որ այդ գեներալներից մեկը չէր ուզում նույնիսկ այդ ազգային կոչումը հրաժարվել է վերցնելուց, մյուսը դրանից հետո պատերազմից հետո քրեական գործով հայտնվեց։ Բարձր պաշտոն ստացավ, նախարարի պաշտոն ստացավ, հետո հայտնվեց քրեական կոռուպցիոն սկանդալի կիզակետում, դատապարտվեց եւ այլն, հա, եւ մենք ունենք եւ ելի եմ կրկնում, սա մենակ մի օրինակ է, հա, զորակոչ զորահավաք դադարացնելը, զորահավաքային պլանները չիրագործելը, համադրումը չկատարելը, հա, մենք մեզ փոխարինել են եկել նոյեմբերի 27-ին զինվորներ, հա, որոնք 40 օր ռազմաճակատում, այո, նոյեմբերի 27-ին եկել են մեզ փոխարինելու, որոնք 40 օր զբաղված են եղել պարապությամբ, իսկ մենք 2 ամիս, կրկնում եմ 2 ամիս անդադար եղել ենք ճակատում, առաջնագծում, հա, եւ
այն իրավիճակը, որ ասենք տեղեր ունեն այդ ընթացքում, հա, ուղղակի ասենք հանցագործ իրավիճակ է։ Բայց ինձ ընդհանրապես զարմացրեց, որ դուք ռազմաճակատում եք, որովհետև դուք եղել եք կառույցի ղեկավար, շատ լավ հասկանում եք, ենթադրում եմ, շատ լավ հասկանում եք զինատեսակների։ Դուք ավելի շատ կարևոր գործ կարող էիք անել, չգիտեմ, շտաբում, պաշտպանության նախարարության որոշակի համակարգում, ոչ թե ավտոմատը ձեռնդ մասնակցեիք մարտերին։ Օրինակ, նույն քննիչ հանձնաժողովը պետք է պարզեր, թե ինչու պետական բարձրագույն կարգի գաղտնիքի կրողները, հա, հենց առաջին իսկ ժամից չեն կանչվել եւ ուղարկվել համապատասխան որոշակի ֆունկցիաներով իրենց կարողությունների, գիտելիքների համապատասխան։ Կամ պետք է ասենք նույն քննիչ հանձնաժողովը կանչեր ինձ փորձեր հասկանալ ինչով եմ ես առաջնորդվել, այ լինելով ելի եմ կրկնում պետական բարձրագույն կարգի գաղտնիքի կրող գնալով առաջնագից, եթե ասենք թուրքերը իմանան որ ես այնտեղ եմ, պիտի հատուկ գործողություն իրականացնեն ինձ գոնե գողանալու։ Իդեպ ես ասեմ, որ մենք նաև հրավիրում ենք օգտագործելով այս եթեր եւ այս հնարավորությունը նաև քննիչ հանձնաժողովի անդամներին հարցազրույցի, որովհետեւ բազմից եղել է որ նաև նախագահային ենք փորձել հրավիրել։ Իրենց գործը արդեն ավարտվել է, բայց հույս ունեմ կգան եւ կխոսենք դրա մասին։ Այո։ Չէ, իսկապես շատ կարևոր է, որովհետև անգամ ավարտվել է, չի ավարտվել, արխիվացվելու է, չի արխիվացվելու, չգիտեմ, բայց այնուամենայնիվ հաշվետվականության տեսանկյունից գոնե մեզ համար եւ լսարանի համար կարծում եմ կարևոր է իրենց հարցեր ուղղել եւ այդ հարցերի պատասխանները ստանալ, թեկուզ նաեւ ձեր բարձրացրած, այդ թվում ձեր բարձրացրած խնդիրների վերաբերյալ իրենց բացատրությունները ստանալ։ Բացի ուրեմն պատերազմի մասին զեկույցից, որը ենթադրվում է, որ պետք է խոսվեր, որտեղ պետք է խոսվեր նաեւ դասերի մասին, խնդիրների մասին, որոնք որ եղել են, չգիտեմ, պարտության պատճառների մասին եւ այլն, հիմա դրան պետք է դրա շարունակությունը կարծես թե պետք է լինի այն, թե ինչպես է պաշտպանության նախարարությունը եւ բանակը վերափոխվում ընդհանրապես, հա, այդ զեկույցի դասերի արդյունքը պետք է լինի այդ բանակի վերափոխումը, ինչ որ առումով նաեւ, որովհետեւ սխալների գույքագրում, թերությունների գույքագրում եւ նաեւ որոշակի առաջարկներ ինչ անել հետո։ Այն ինչ տեղի ունենում բանակում հիմա, սպառազինության գնումներից սկսած, որոնք որ մենք գիտենք եւ հանրային հարթակներում, այո, դրա մասին հայտարարվում է, հա, մինչեւ պաշտպան հայրենիաց ծրագիր, ուրեմն այս զորավարժանքներ, որի մեջ ներգրավում է մոբ ռեսուրսը, հա, եւ նաեւ հայտարարությունները նրա մասին, որ բանակի ծառայության ժամկետը կարող է կրճատվել եւ կրճատվելու է արդեն դա հաստատ է պաշտպանության բանակի ներողություն պաշտպանության բանակի եմ ասում պաշտպանության նախարարության ծախսերը 100 միլիարդ դրամով մոտավորապես, բայց ելի իրենք մնալու են ամենաբարձրը 2017-18 թվականից սկսած հաշվի չառնելով նախորդ տարվա ծախսերը։ Ինչ կարող եք ասել նախ բանակի վերափոխման տեմպերի մասին եւ սկզբից դրանից սկսենք եւ սպառազինության գնումների վերաբերյալ։ Տեսեք, այդ զեկույցի հետևանքով կամ արդյունքում դրա եզրակացությունների արդյունքում պետք է վերափոխվեր ոչ միայն մեր պաշտպանության համակարգը, այլ նաև ընդհանրապես պետական կառավարման համակարգը, որտեղ պատերազմին մասնակցում է ոչ միայն բանակը, այլ պետությունը ամբողջությամբ, հա, եւ պարտավոր է մասնակցել պետությունը։ Հիմնականում պետությունն է մասնակցում, համակարգն է մասնակցում, ռազմական միտքն է մասնակցում։ Տեսեք, օրինակ զորահավաքի եւ զորահավաքային պլանների պարտականությունը կառավարությանն է։ Կառավարությունը անմիջապես է պատասխանատու զորահավաքային պլանների եւ դրանց իրագործման համար, ինչը չի արել եւ պատասխանատվության էլ չի կանչվել, հա։ Բանակի եւ ընդհանրապես պաշտպանական համակարգի մասին շատ կարելի է խոսել, բայց մենք լինելով փոքր պետություն, չունենալով ռազմավարական խորություն ընդհանրապես եւ չունենալով մատակարարման անխափան ճանապարհներ, պարտավոր են կառուցել համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որում յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր կառույց կազմակերպություն, պետական, տեղական ինքնակառավարման մարմինները բոլորը պետք է իմանան իրենց դերը, պետք է վարժված լինեն դերին, պետք է պատրաստ լինեն եւ պետք է կարողանան կատարել իրենց վերապահված գործողությունը ամբողջությամբ, որտեղ ցանկացածի եւ յուրաքանչյուր թերացումը բերելու է եւ կարող է բերել եւ բերելու է անդառնալի հետևանքների։ Ինչը տեսնում ենք։ Օրինակ, նույն այդ պատերազմից հետո 20 թվականի պատերազմից հետո մենք ունեցել ենք կորուստներ, մարդկային եւ տարածքային կորուստներ, այդ թվում նաեւ
պաշտպանական համակարգի եւ պետական կառավարման համակարգի թերությունների թերացումների պատճառով։ Ես խոսում եմ 21 թվականի ներխուժումների մասին եւ տարածքային կորուստների մասին 22-ի, 23-ի եւ այլն։ 24-ի մասին էլ չենք խոսում, 24-ին առանց պատերազմական գործողությունների Հայաստանի տարածքից Թուրքիայի տիրապետությանը տրվել տարածքներ, հա։ Եվ այստեղ մենք գործ ունենք, այո, իսկապես պետական կառավարման եւ 24-ի մասին նկատի ունեք դելիմիտացիա դեմարկացիան տարուշում։ Այո, 24-ին ասենք առանց ռազմական գործողություններ են մեզնից տարածք խլել։ Եվ մենք պետք է լուրջ հետևություններ անեինք այդ ամեն ինչից, բայց այդ հետևությունները չեն կարել։ Այդ ու նաև այն պատճառով, որ ընդդիմություն ներկայացող ուժերը եւ դիմություն, հա, իշխանություն ներկայացող ուժերը իրար հետ այսպես քաղաքական վոլեյբոլ են խաղում կամ քաղաքական թենիս են խաղում մեր աչքերի առջև եւ մեր հարկատուներից հաշվին, հա, բայց իրականում որևէ առաջընթաց պետության եւ պետական համակարգի վերափոխման, բարեփոխման ուղղությամբ ընդհանրապես չենք տեսնում։ Տեսնում ենք լիվ հակառակը, տեսնում ենք կոռուպցիայի ծաղկում, տեսնում ենք իշխանության յուրացման անընդհատ փորձեր եւ կոռուպցիայի ծաղկում որտեղ բանակում եւ կառավարությունում, այո։ 1-2 օրինակ, եթե նման լուրջ մեղադրանք է, եթե դե կոռուպցիան մենակ կաշառք ուղիղ կերպով կաշառք վերցնելը չէ, հա։ Այո։ Վարշապետի մամլո խոսնակի հետ կապված կա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ դեռևս 2022 թվականից սկսված, որը ավարտին չի հասցվել։ Այդտեղ Շիրակի մարզպետ եղած ժամանակ շահի լուրջ բախման շահերի բախման վերաբերյալ էլ կա հակակոռուպցիոն վերաբերյալ կա իհարկե, բայց ասենք եթե մեղադրանքների բնույթին ծանոթանաք, իհարկե ցավոք չեք 100 միլիոն դրամների հասնող։ Այո, 100 միլիոնով դրամների հասնող, բայց պետք է գնաք փնտրեք այնպիսի չարամիտ կաշառակեր կամ չարագործի, որը պաշտոնից ազատվելուց հետո վերեկենում երեխաների հետ գնում է առաջնագիրց իր այսպես ճակերտավոր վայելածը Թուրքի գնդակի տակ վայելելու, էլի։ Պետք է շատ լավ ման գալ, էլի, այդպեսի մարդու։ Գիտեք, առաջնագից գնալը ինդուլգենցիա չի, եթե մարդը սխալներ է գործել։ Իհարկե, բայց դա որոշակի պատկերացում մարդու մասին կարող է։ Պատերազմի ժամանակ էլ շատ մարդիկ են գնացել առաջնագից, իրանք բայց ունեցել են խնդիրներ եւ դրանից առաջ եւ դրանից հետո օրենքի հետ կապված։ Իհարկե։ Բայց վերադառնալով թե ինչ է նաև տեղի ունենում, ասենք նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ կապված վարույթ հարուցեց իր բառամթերքի հետ կապված եւ այսպես հանդիմանանքով ասեմ, չգիտեմ, մեղադրանքով ասեմ, պարզ դարձավ, որ այո, նա իրապես խախտել է վարքագծային կանոններ։ Բայց նա ընդունեց, ասաց այլևս չեմ անի։ Վարույթից հետո։ Վարույթից հետո։ Պարզվեց, որ խախտել է։ Այո։ Եվ ընդունեց, բայց շարունակում է խախտել, շարունակում է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար ուղիղ լիազորված չէ սահմանությամբ եւ օրենքներով։ Շարունակում է հանդես գալ որպես մասնավոր անձ, որի իրավունքը չունի։ Բանակի բյուջեի կրճատում, որը նախատեսվում է արդեն իրականություն է կարելի ասել 2026 թվականին։ Ինչպես է վերաբերում այդ նախաձեռնությանը եւ բացատրություններին։ Բացատրությունները մոտավորապես այնպիսին են, եթե կոնտեքստը նաեւ դրանց հավերցնենք, որ եղել են անհրաժեշտ եւ անհապաղ ծախսեր 2025-ի համար իրականացնելու դրա համար բարձրացվել է բանակի բյուջեն, այսինքն գնումներ եւ այլը, եւ օպերացիոն ծախսերի վրա դա չի ազդելու, այսինքն բանակը շարունակելու է ստանալ այն գումարը, ինչ մինչ այդ ստացել էր։ Զուտ հիմա այդ ծախսերի անհրաժեշտությունը չկա, առաջ են գցվել, այսպես ասած, որոշակի ծախսեր 25-ին եւ հիմա կրճատում են։ Ուրեմն հաշվի առնելով թե մենք ինչ պայմաններում ենք գտնվում, եւ դրանից մի քիչ առաջ խոսեցինք մատակարարման ճանապարհների եւ այլն։ Մենք պետք է անշեղորեն ավելացնենք ծախսերը, անընդհատ ավելացնենք ծախսերը մեր պաշարները լրացնելու ուղղությամբ։ Տեղական ռազմարտությունաբերությանը պետք է այդ գումարները ուղղվեն եւ արտաքին գնումներին այն ուղղությունները, որը չենք կարող սեփական արտադրական կարողությունների հաշվին արտադրել։ Եվ այստեղ կրճատելու մասին ընդհանրապես խոսակցությունը դա հանցագործություն է հենց այդ տեսանկյունից էլ, որ պաշտպանական համակարգը ամբողջությամբ չվերափոխած, ամբողջությամբ չկառուցած պարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը, ինչպես մի քիչ առաջ ասացի, հա, գնալ պաշտպանական ծախսերի կրճատման, դա ուղղակի հանցագործություն է։ Դա ինքնախոստովանություն է նաեւ, որ պատրաստվում են կատարել մեծ ծավալի հանցագործություն,
Իսկեն չկառուցել պաշտպանական համակարգ, հույսը դնել ինչ որ նախաստորագրված ինչ որ թղթի վրա։ Մի փոքր ուռճացված չեն այդ մեղադրանքները, որովհետև այն ինչ կոնը մենք ենք տեսնում, թեկուզ որոշակի այցելությունների արդյունքում անձեն աչքով կարելի է դրանք տեսնել, որովհետև Հայաստանը փոքր երկիր է, այդ պաշտպանական համակարգերը, բունկերների, չգիտեմ, ամեն ինչի տեսքով կառուցվում են սահմանին, այնուամենայնիվ, այնպես չի որ չեն կառուցվում։ Դե կառուցվում են այնպիսի տեղերում եւ այնպիսի բաներ, որոնք թշնամու մի հարվածից ոչնչանալու են։ Չէ, դե լավ։ Իհարկե։ Ես համոզված եմ եւ իրենք էլ այնպիսի ամրաշինական կառույցները, որոնք դիմանալու են մինչեւ 500 կիլոգրամ ուղիղ հարվածի պարագայում, ռումբի ուղիղ հարվածի պարագայում դիմանալու են դրանք ոչնչանա մի հարվածից։ Հա, իհարկե, այդ մի ռումբը գցելու են ախր, որովհետև ունեն այդ հնարավորությունները գցելու այդպիսի ռումբեր, ունեն այդ զինամթերքը եւ կիրառելու են։ Հա, ինչպես ասացիք, դրանք աշկի առաջել տեսանել են թե որտեղ են կառուցում այդ ամրաշինական կառույցները։ Չէ, ամեն ինչ էլ կարելի է վերացնել, Ֆորդոյի բաններ կարելի է վերացրեցին, բայց դե պաշտպանական կարողությունները կենտրոնացնելու փոխարեն պետք է այդ պաշտպանական կարողությունները տարածաբաշխել։ Ոչ մի խոսք չի ասում եւ ընդհանրապես համոզված եմ չի էլ արվում երկրի տարածքի ամբողջ տարածքի օպերատիվ կահավորման մասով։ Ամբողջ տարածքի պետք է օպերատիվ կահավորվի, հա։ Մենք այսպես սահմանագծից ամբողջ խորությամբ պետք է ունենանք պաշտպանական կառույցներ, բնակավայրերի մոտ պետք է ստեղծվեն եւ մեծ եւ փոքր բնակավայրերի մոտ պետք է ստեղծվեն այսպես ամրացված շրջաններ, բնակչությունը պետք է պատրաստ լինի այդ ամրացված շրջաններում անձնի պաշտպանության, պարտիզանական պայքարի համար պետք է ստեղծվեն հնարավորություններ, կուտակվեն պաշարներ, կուտակվեն եւ բաշխվեն այդ պաշարները եւ այլն եւ այլն։ Ոչ մի նման բան չի արվում, որտեղ դրա մասին մտածող էլ չկա։ Վստահ եմ, որ դրա մասին մտածող չկա։ Ինչի որովհետեւ այդ խնդիրը չի էլ դրվել։ Խնդիրը դրվել է հայտարարություն, այսինքն օրենքել ընդունվեց, եթե չեմ սխալվում, հիմա կարող է հստակ չհիշեմ, բայց տարածքային ուրեմն պաշտպանության համակարգեր են ներդրվում, այդ իմ ասած, չգիտեմ, բունկերներն ու եւ այլ մյուս բաներն են կառուցվում, պաշտպանական ամրաշինական կառույցներն են կառուցվում, սպառազինության թարմացում է տեղի ունենում, որոշակի ծրագրեր, որոնց մասին մենք գիտենք նույն պաշտպան հայրենաց ծրագիրը, որ իրականացվում է պաշտպանության բանակում, այսինքն նաեւ կադրերի պատրաստման տեսանկյունից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է վերափոխվում ընդհանրապես եւ այնտեղ սկսել են աճել ընդունելությունների, ընդունվողների քանակն է սկսել աճել եւ այլ, քիչ է դա։ Դե եթե վերադառնանք բանակի բարեփոխմանը, զուտ հիշելով ասացի, կարող է շատ ավելի բաներ կան։ Ես դրան ավելի շատ բաներ կարող եմ ասել, ինչ որ արվում է, բայց արվում է հետեւյալը, հա, առաջնագծում հենց սահմանին կառուցվում են վերգետնյա կառույցներ, թիթեղյա տանիքով։ Լավ բան է, թե ոչ։ Այս վերջերս մի շվեդ մոտոցիկլիստ գնաց իր մոտոցիկլով հասավ հենց ուղիղ սահմանին կանգնած զինվորների կացարանի մոտ։ Պետք է կարողանար, թե ոչ։ Բանակում իհարկե չպետք է կարողանար։ Բանակում չեն դադարում ոչ կանոնադրական հարաբերությունների հիմքով ինքնասպանությունների հասցնելը։ Դա փաստ է, թե ոչ։ Փաստ է, իհարկե փաստ չէ։ Մենք խոսում ենք ծառայության կրճատման ժամկետից, բայց չենք բարձրացնում, որ դա պետք է լինի արդյունք, ոչ թե նպատակ։ Փաստ է, թե ոչ։ Այսինքն պրոֆեսիոնալ բանակի անցման արդյունք դա պետք է լինի, ես ճիշտ եմ հասկանում։ Դա պետք է լինի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ կառուցելու արդյունքը, որում պետք է լինի զինված ուժեր, պրոֆեսիոնալ մարտունակ, ժամանակից սպառազինությամբ համալրված, որում պետք է լինի ակտիվ պայստազոր, որը պետք է, ասենք 2-3 ժամվա ընթացքում գա կանգնած բանակին օգնության, պետք է լինեն տարածքային պաշտպանության ուժեր կայուն կազմով, որտեղ մարդիկ պետք է իմանան իրենց անելիքը, իր հրամանատարությունը, կապի միջոցները եւ մնացած ամեն ինչը։ Պետք է լինեն տեղական պաշտպանության ուժեր տարածքի բնակիչներից կազմված եւ այլն, ես ասում եմ բաներ, որոնք որ չեն արվում։ Հա, տեսնում ենք նաեւ այսպես անպագորգոր հայտարարություններ, որ վարժական հավաքներից խուսափելու համար պատիժը պետք է խստացվի։ Եվ նաև խոստովանություն, որ նախորդող տարիների ընթացքում այդ հավաքները կատարվել են անարդյունավետ։ Ինչ որ մեկը պատասխան չի տվել դրա համար։ Պատասխանատվության չի կանչվել դրա համար։ Ես ինքս անձամբ մասնակցել եմ 23 թվականին եւ ձեր նաև վարժական հավաքին մասնակցել եմ, տեսել եմ թե ինչ սկզբունքով է բանակը ուզում
վերափոխի իր պաշտպանական համակարգը, տեսել լինի նույն բանը, ինչի մասին խոսում ենք։ Այսինքն մերը մի քիչ ուրիշ էր, որովհետև մենք սեփական նախաձեռնությամբ լիքը բան էինք տարել հետներս, հա, օրինակ նույն այդ վարժական համակարգի ճանապարհ ունեք, այո, այդ նույն վարժական համակարգերին նաև մեր նախաձեռնությամբ սեփական ամենագնացներն էինք տարել, սեփական, չասեմ սեփական, բայց բանակի այսպես գույքից բացի լիքը ուրիշ բան էինք տարել, սեփական հեռադիտակ, ջերմատեսիլ, երկրորդ համազգեստ, ասենք, օրինակներ են բերում, որոնք որ պետք է լինի, բայց չի լինում։ Դրանից հետո ոչ մեկ անգամ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եվ մենք շարունակում ենք խոսել բանակի բարեփոխման մասին, բանակի մարտական ոգու, բայց դրա հետ միասին տեսնում ենք կառավարության ղեկավարը վերեկանում ասում է բանակը չպետք է լինի մեր անվտանգության համակարգի առաջնային մասը։ Թիվ 1 երաշխավորը, ով պետք է լինի։ Ինչ որ ստորագրած թղթեր, որոնց ամբողջ աշխարհում էլ ստորագրած թղթին ոչ մեկ ոչի բանի տակ չի դնում։ Դե հələ որ դնում են եւ 1 տարի 7 ամիս, ինչպես կառավարությունից են ասում, կրակոտ չի եղել սա։ Դե ընդ չէ։ Տեսեք, չեն ասում կրակոտ չի եղել, որտեղ կրակոցներ եղել են։ Չի վիրավորվել եւ չի զոհվել։ Այո։ Համոզված եմ, որ նաեւ որոշ դեպքեր թաքցնում են, որոշ դեպքեր ունենք չբացահայտված սպանություններ։ Համոզված եմ, որ չբացահայտված սպանություններ։ Հակառակորդի կրակոցից։ Դե չեն ասում ինչից։ Չեն ասում ինչից, հա? Եվ եթե տեսնենք, ասենք զենքի այդ անզգուշ վերաբերմունքից, այսքան չէր լինում նախորդ տարիների ընթացքում, ինչքան վերջին 2 տարվա մեջ։ Հա? Պետք է ստուգել։ 5-10 դեպք եղել է զենքի այդ անզգուշ վերաբերմունքից։ Գցում են դրա վրա։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Սյունիքում կրակում էին բնակելի տների վրա։ Ավելին, այդ ժամանակ նաև ադրբեջանական կողմը իրենց մամուլի միջոցներով եւ տեղեկատվական գրողներ էր կազմակերպում, ասել որ Հայաստանը պատրաստվում է պատերազմ։ Հետևաբար այն թեզը, որ 1 տարի 7 ամիսի սահմանին լարվածություն չկա, դա սուտ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Սիվիլնետ տաղավարում ես զրուցեցի Ավետիք Քերոբյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։